Եթե գիշերը արթնանում եք այն զգացողությամբ, որ կրկին պետք է գնել զուգարան, եթե ձեզ անընդհատ տանջում են հաճախակի ցանկություններ, կարծես միզապարկը չի կարողանում պահել նույնիսկ փոքր ծավալ, եւ քունը վերածվում է անվերջ արթնությունների, նշանակում է օրգանիզմը ազդանշան է տալիս, որ միզապարկը դարձել է չափազանց զգայուն եւ նյարդային։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ նորմայում մարդը պետք է ամբողջ գիշեր հանգիստ քնի եւ չարթնանա ամեն մի քանի ժամը մեկ։ Բայց ինչ է կատարվում իրականում։ Միզապարկը սկսում է արձագանքել մեզի նվազագույն քանակին։ Նրա ընկալիչները գրգռվում են, մկանները լարվում են կամ ընդհակառակը թուլանում, եւ վերջում նա կարծես կորցնում է համբերությունը։ Եվ ահա դուք պարկում եք քնելու, հենց հանգստանում եք, իսկ 1 ժամ հետո արթնանում եք ցանկությունից, հետո էլի եւ էլի։ Արդյունքում առավոտյան թուլություն, գրգռվածություն եւ զգացողություն, որ ընդհանրապես չեք հանգստացել։ Եվ ահա զարմանալի բան. կա մեկ պարզ, բայց չափազանց հզոր բնական բաղադրատոմս, որը կարող է օգնել շատ մարդկանց բառացիորեն վերականգնել նորմալ գիշերային ռիթմը։ Խոսքը սովորական սամիթի սերմերի մասին է, բոլորին ծանոթ, բայց անհավանական հատկություններով միզապարկի համար։ Սամիթի սերմերը պարունակում են եզակի եթերայուղեր եւ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք գործում են միանգամից մի քանի ուղղություններով։ Նախ դրանք հանգստացնում են հարթ մկանների սպազմերը։ Սա նշանակում է, որ միզապարկի մկանները դադարում են անկարգ կծկվել։ Երկրորդ սամիթը նվազեցնում է լորձաթաղանթի բորբոքումը։ Երբ լորձաթաղանթը գրգռված է, այն կեղծ ազդանշաններ է ուղարկում միզարձակման անհրաժեշտության մասին, եւ հենց դա է առաջացնում գիշերային ցանկությունները։ Երրորդ սամիթը նվազեցնում է ընկալիչների գերզգայունությունը, շնորհիվ որի պարկը դադարում է արձագանքել ամեն կաթիլին։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ շատերը, ովքեր օգտագործում են այս միջոցը առնվազն մի քանի օր, նկատում են, որ միզապարկը դառնում է շատ ավելի դիմացկուն։ Նրանք ասում են, որ այն բառացիորեն դառնում է երկաթե, ամուր, հանգիստ եւ կարողանում է դիմակայել բեռին առանց գիշերային խուճապի։ Բաղադրատոմսն այնքան պարզ է, որ դժվար է հավատալ։ Վերցրեք 1 թեյի գդալ սամիթի սերմեր, լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, ծածկեք, թողեք եփվի 20-30 րոպե։ Խմեք երեկոյան, քնելուց 1-2 ժամ առաջ։ Գլխավորն այն է, որ ոչ թե քնելուց 5 րոպե առաջ, այլապես ցանկացած խմիչք այնուամենայնիվ կառաջացնի ցանկություն։ Այս թուրմը օգնում է նվազեցնել գրգռվածությունը եւ կայունացնել միզապարկի աշխատանքը գիշերվա ընթացքում։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Գիշերային զուգարան գնալը գրեթե երբեք չի լինում պարզապես այնպես։ Միզապարկի զգայունության վրա ազդում են տասնյակ գործոններ։ Երեկոյան սառը ոտքեր, կեսօրից հետո սուրճ, երեկոյան կանաչ թեյ, քաղցր գազավորված ըմպելիք, ստրես, վախենալ, սառը ուտեստներ, սուր կերակուր, նույնիսկ մագնեզիումի պակաս։ Երբեմն նույնիսկ քնելուց առաջ ջուր խմելու սովորությունը վատթարացնում է իրավիճակը։ Ուստի կարևոր է եւ ամրացնել միզապարկը եւ վերացնել գրգռիչ գործոնները, բայց հենց սամիթի սերմերի թուրմն է տալիս արագ էֆեկտ, որը կարելի է զգալ արդեն մի քանի գիշեր հետո։ Այն օգնում է հանգստացնել մկանները, հանգստացնել նյարդային ընկալիչները, բարելավել քնի որակը եւ վերադարձնել օրգանիզմին այն գիշերային հանգստությունը, որը գուցե մոռացել եք։ Պարզապես փորձեք ավելացնել այս բաղադրատոմսի երեկոյան ռուտինային։ Սա փոքր քայլ է, որը կարող է մեծ թեթևացում բերել։ Եթե ձեզ համար կարևոր է առողջությունը եւ հանգիստ գիշերներ առանց արթնությունների, անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում էլ ավելի շատ պարզ եւ աշխատող բաղադրատոմսեր կան, որոնք իսկապես օգնում են։ Եվ ելի մեկ կարևոր բան, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Միզապարկը դառնում է ավելի հանգիստ եւ ամուր ոչ միայն խոտաբույսերի շնորհիվ, այլև ճիշտ շարժումների շնորհիվ։ Կա պարզ վարժություն, որը կարելի է անել նստած վիճակում, եւ այն հիանալի կերպով օգնում է հանգստացնել գերգործուն միզապարկը։ Պարզապես նստեք աթոռին, ուղղեք մեջքը եւ սկսեք մեղմորեն առաջ ետ եւ շրջանաձև շարժել կոնքերը։ Այս շարժումը ակտիվացնում է կոնքի մկանները, բարելավում է արյան շրջանառությունը, հանում է ներքին լարվածությունը, որը հաճախ առաջացնում է կեղծ գիշերային ցանկություններ։ Երբ կոնքի մկանները ճիշտ են աշխատում, միզապարկը ստանում է կայուն աջակցություն եւ դադարում է շատ շուտ արձագանքել։ Եվ ելի զարմանալիորեն լավ է աշխատում կոնքերով քայլելը, թեթևարկի օրորվելով քայլելիս։ Դուք պարզապես քայլում եք, բայց մի փոքր ավելի ակտիվ շարժում եք կոնքերով, կարծես փորձում եք փափկեցնել կոնքի հատվածը։ Սա տարօրինակ չի թվում։ Սա բնական շարժում է, որը հանգստացնում է խորը մկանները, նվազեցնում սպազմը եւ օգնում միզապարկին ավելի շատ պահել, առանց ամեն գիշեր ահազանգի ազդանշան ուղարկելու։ Արդյունքում սամիթի սերմերի պարզ բաղադրատոմսի եւ այս մեղմ շարժումների համադրությունը դարձնում է միզապարկն ավելի ուժեղ, հանգիստ, դիմացկուն, հենց այնպիսին, որ ամբողջ գիշեր պահի։
Եվ եթե ուզում եք վերադարձնել նորմալ քուն եւ առավոտյան արթնանալ թարմացած, պարզապես փորձեք անել սա համալիրով։ Իհարկե, եթե ձեզ համար կարևոր է առողջությունը եւ հանգիստ գիշերներ առանց արթնությունների, անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում էլ ավելի շատ պարզ եւ իսկապես աշխատող բաղադրատոմսեր կան, որոնք օգնում են։